բարձր տրամադրությամբ ու թեժ մթնոլորտում մարզահամերգային համալիրում մեկնարկում է հոռեկա ոլորտի ամենամասշտաբային ու ամենասպասված իրադարձությունը Հայաստանում՝ Profood Armenia 2026-ը։ Երեք օր շարունակ էքսպոյի հարկի տակ սպասվում է հարուստ ու բովանդակային ծրագիր պարզապես ուտելիքի սիրահարներից մինչև պրոֆեսիոնալների համար։ Էքսպոն պրոֆեսիոնալ ժամանցի փորձի փոխանակման ուժերը միմյանց հետ փորձելու, միմյանցից սովորելու բացառիկ հնարավորություն է։ Այստեղ են Հայաստանի ու արտերկրի ռեստորանային եւ հյուրանոցային ոլորտի հայտնի ու պրոֆեսիոնալ դեմքերը։ Մեր ընկերությունը արդեն 7 տարի շարունակ աշխատում է այս ոլորտի լավացման, բարելավման շուրջ։ Ինչ է դա իրենից ներկայացնում, այստեղ շատ կարևոր է, որ մասնագետները իրար ճանաչեն, մասնագետները իրար հետ շփվեն, փորձի փոխանակում ունենան։ Այս համայնքը ավելի զարգացնելու մեր փորձերը ամեն տարի ավելի հաջողության են գնում եւ Profood Armenian եւս մի ուղի է, որը օգնելու է հայ շեֆ-խոհարարին, հայ բարմենին, առհասարակ ոլորտում աշխատողներին աճել, զարգանալ, նոր կապեր ձեռք բերել, նոր շփումներ ձեռք բերել։ Արդեն երկրորդ տարին անցկացվող Profood Expo-ն հասցրել է իր հաստատուն տեղը գրավել ու նկատելի փոփոխություններ բերել հոռեկա ոլորտին։ Միջոցառմանը մասնակից էկոնոմիկայի փոխնախարարն ասում է, նման հարթակներն առանցքային են հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, արտահանման ծավալների մեծացման ու առհասարակ երկրի տնտեսության զարգացման համար։ Նախարարությունը որպես պետական ոլորտ համակարգող արտահանումը, արտադրությունը գյուղմթերքի շատ կարևոր է, որպեսզի խթան հանդիսանա նաև այդ փորձարար կապերի ստեղծման համար, քննարկի իրավական դաշտի բացերը եւ հնարավորություն ընձեռվի լուծելու դրանք, որպեսզի մեր տնտեսվարողները կարողանան անխոչնդոտ արտահանել, ինչու՞ չէ նաև ստանդարտներին համապատասխան արտադրանքի արտահանման հնարավորություն ունենան։ Profood Armenian այս տարի շատ ավելի մասշտաբային ու ընդգրկուն ծրագիր ունի։ Միջոցառման կազմակերպիչները ProReca ու Promexpo ընկերությունները էքսպոյի հարկի տակ միավորել են Հայաստանի հոռեկա ոլորտի ներկայացուցիչների մոտ 70%-ին։ Նրանցից բացի մասնակիցներ կան նաև Դուբայից, Ղազախստանից, Վրաստանից ու աշխարհի այլ երկրներից։ Համալիրի առաջին հարկում ապրանքների ու դրանք ներկայացնող ընկերությունների մեծ բազմազանություն է։ Սպասքից, սննդամթերքից ու կաթնամթերքից մինչև ժամանակակից սարքավորումներ ու կահույք։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարձրորակ սպասարկում ապահովելու համար։ Այստեղ են ներկայացված նաև միջոցառման գլխավոր գործընկերները՝ Fresh Frozen, Toniana, The Horeca, Smart Rest ընկերությունները։ Նրանք ոլորտ են բերում նոր ստանդարտներ ու լուծումներ իրենց առաջարկներով փոխելով շուկայի դիմագիծը։ 23 տարուց ավել շուկայում ենք, հանդիսանում ենք ներմուծող եւ արտադրող ռեստորանային ոլորտի պրոդուկցիայի, ներկայացնում ենք մարմարե մսի կուլտուրան Հայաստանում, մարմարե սթեյքերի, ծովամթերքի, ասիական եւ եվրոպական խոհանոցների ինգրեդիենտների, Fresh Frozen թիմի մոտիվացիան հանդիսանում է ոչ միայն կոմերցիոն նպատակը, այլ նաեւ ոլորտի զարգացումը, նորությունների ներմուծումը, քննարկումներով խոհարարների հետ գալ նոր տեսականի ներկայացնել հայկական հոռեկա ոլորտում վերջնական սպառողի համար։ Մենք ներկայացնում ենք Smart Rest ապրանքանիշը հանրային սննդի ավտոմատացման ոլորտում։ Profood միջազգային ցուցահանդեսը շատ կարևորում եմ, քանզի նա միավորում է ոլորտում գործող պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող ընկերություններին, հոռեկա ոլորտը ավելի արդիական եւ գրավիչ դարձնելու համար։ Մեր ընկերությունը 13 տարեկան է, զբաղվում է բացառապես սնունդ վերամշակող սարքավորումների ներկրմամբ։ Տեխնիկան ինչ տեսնում եք, հիմնականում 6 երկրից է՝ Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Ամերիկա։ Կոնկրետ այս մեքենան տնտեսում է 2 խոհարար, այսինքն 2 խոհարար պակաս կար աշխատի խոհանոցում, ավտոմատիզացնում է բոլոր պրոցեսները եւ ապահովում է ստաբիլ կայուն սննդի պատրաստման որակ։ Մարզահամերգային համալիրում իսկական պրոֆեսիոնալ խոհանոց է հավաքվել, այստեղ իրենց ուժերն են փորձում երիտասարդ խոհարարներ Հայաստանից ու արտերկրից։ Մրցույթային մենյուն բազմազան է։ Երիտասարդ խոհարարների աշխատանքը գնահատում է լավագույն մասնագետներից կազմված ժյուրին, նրանց թվում են ոչ միայն Հայաստանի առաջատար շեֆ խոհարարները, այլև արտերկրից հատուկ ժամանած հեղինակավոր փորձագետներ։
I came from UAE, from Dubai. Ես ժամանել եմ Դուբայից, արդեն երկրորդ տարին անընդմեջ այստեղ, Profood Armenia-ում գլխավորում եմ ժյուրիի կազմը։ Մեր ուշադրության կենտրոնում հայկական խոհանոցն է, քանի որ այն հարուստ ժառանգություն ունի եւ այս երկրում կան շատ հետաքրքիր բաղադրիչներ, որոնք կիրառվում են։ Այստեղ հրաշալի խոհարարներ կան։ Փորձառու խոհարարների հետ մեկտեղ մենք մեծապես կենտրոնանում ենք նաեւ հայ երիտասարդ խոհարարների վրա, որպեսզի ոգևորենք նրանց առաջ շարժվել։ Ցանկանում ենք ցույց տալ, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը նրանց ավելի մեծ փորձ ու հմտություններ է տալիս, ինչն անհրաժեշտ է ապագայում ել ավելի լավը դառնալու համար։ 7 գոտիների բաժանված մարզահամերգային համալիրի մյուս հատվածում էլ իրենց ուժերը կփորձեն բարմենները։ Նրանք կպայքարեն գլխավոր մրցանակի համար։ Շահողը ուղևորվելու է դեպի Աթենքի բար շոու։ Profood Armenian միայն ժամանցի մասին չէ, այն դարձել է հոռեկա ոլորտի զարգացման հեռանկարները քննարկելու, միմյանց հետ կապեր հաստատելու եւ առկա խնդիրների լուծման համար բանաձևեր գտնելու հարթակ։ Ավելի քան 50 միջազգային խոսնակների մասնակցությամբ պանելային քննարկումներում, վարպետության դասերում ու B2B հանդիպումներում բիզնեսի ու պետական կառույցների ներկայացուցիչները նոր գործընկերային կապեր են ձևավորում։ Քննարկումների արդյունքում կլինի փորձի փոխանակում եւ տեղացի մասնագետները կփորձեն միջազգային ստանդարտները վերցնել եւ տեղայնացնել մեր հայկական միջավայրում։ Տեղացի մասնագետները դուրս կգան իրենց սահմաններից եւ ձեռք կբերեն այլ հմտություններ եւ կարողություններ շփվելով միջազգային որակավորում եւ ճանաչում ունեցող մասնագետներից։ Profood Expo-ի կազմակերպիչները վստահ են Հայաստանում հոռեկա ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի, իսկ միջոցառումը դրան նպաստող առանցքային հարթակներից է դարձել։ Profood Armenia 2026 Expo համաժողովը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կշարունակվի մինչև հունիսի 21-ը ներառյալ։